Խնդիր է իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսանկյունից, որովհետև փաստացի տեսնում ենք, որ դատական համակարգը գործադիրից որպես այդպեսին առանձնացված չէ։ Եվ ցանկացած դատավոր դժվար է պատկերացնել ինչպես է իրեն ազատ զգալու, եթե շատ Ես չեմ ուզում կրկնել այն տարբեր մեսիջները, որոնք մամուլում էին պտտվում, բայց հնարավոր է, որ փաստացի մեկ նամակի միջոցով, հաղորդագրության միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձիկ իրենց լիազորությունները, իրենց ձևականված օդիումի միջոցով դադարեցնեն եւ մենք չունենանք տեղեկություն, ինչն էր պատճառը, ինչ խնդիրներ կար, որ գոնե նոր նշանակվողները որոշակի պատկերացում կազմեն, թե ինչը պետք է բարելավել նմանատիպ ճակատագրից խուսափելու համար։ Իսկ այստեղ հանրային պահանջը այդ տեղեկությունը ստանալու, ինչպես է գնահատում, կամ ընդհանրապես քաղաքացիական հասարակության պահանջը կամ պայքարը, նշում եք, որ ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, Ինչ է անում քաղաքացիական հասարակությունը եւ ընդհանրապես կառավարություն քաղաքացիական հասարակություն այդ համագործակցությունը ինչպես է գնահատում դա եւս հետընթաց է Շնորհակալություն Լիլիթ, շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև քաղաքացիական հասարակությունը Հայաստանում շատ դժվարին process-ում է հիմա հայտնվել, ցավոք սրտի, որովհետև 18 թվականից եթե վերցնենք եւ նաեւ 20 թվականը մենք կարծես երկակի դեր ենք ստանձնել մի կողմից ներքին process-ներին ակտիվ մասնակցություն, մյուս կողմից արտաքին, որովհետև ակնհայտորեն մենք հայտնվել ենք այնպիսի զարգացումների կիզակետում, որը պահանջում է նաեւ ակտիվ մասնակցություն advokացիա նաև արտաքին գործընթացներում եւ ցավալիորեն պետք է նաև նշել, որ 18 թվականի փոփոխություններից հետո որոշակիորեն ինչը եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ էլ ունի, որոշակիորեն նաև քաղաքասարակության դաշտը որպես այդպեսի նվազեց, որովհետեւ տարբեր անձինք մասնակիցներ մաս կազմեցին նաև կառավարության խորհրդարանին, ինչը ես նորմալ եմ գնահատում, դա որևէ ձև չի կարող գնահատվել կամ որակվել, բայց այդ մարդկանց հարող կառույցներ, կազմակերպություններ որոշակի նաև իրենց գործունեության փոփոխություն արձանագրեցին, ինչը չէր կարող չազդել ընդհանուր քաղաքասարակության գործունեության, արդյունավետության եւ ակտիվության վրա։ Հիմա դառնալով ընթացիկ process-ներին, գիտեք, մի հատ process է ստեղծվել, որ մենք շարունակ կարծես վազում ենք կառավարության հետևից, կան օրենսդրական փոփոխություններ, process-ներ, շատ հաճախ մենք post factum ենք տեղեկանում այդ զարգացումների մասին, ունենք գործիքակազմեր հայտարարությունների տեսքով, օրենսդրական փոփոխություններին առաջարկությունների կարծիք ներկայացնելու միջոցով փորձել կանգնեցնել, կասեցնել այդ process-ները, բայց մի պահ է գալիս, երբ այդ ջրբաժանը այնքան մեծ է եւ post factum դու չես կարողանում, որ ռեսուրսը ինքնին քաղաքասարակության այլևս չի բավականացնում։ Եվ այստեղ մի կողմից պետք է արձանագրենք առաջացած այդ gap-ը տարածքը քաղաքասարակության, բացը քաղաքասարակության եւ կառավարության միջեւ, որովհետեւ շատ հաճախ նույնիսկ նկատելի է այն կառույցները, նախարարություններ, մարմիններ, որտեղ կա լավ արդյունավետ երկխոսություն, կապված է անձանցից։ Դա ինստիտուցիոնալ չէ։ Եվ եթե անձի փոփոխություն է տեղի ունենում ինչ-որ կառույցում, այդ երկխոսությունը կարող է դադարեցվել, Մյուս կողմից կա նաեւ մասնակցության արդյունավետության խնդիր, որովհետեւ մենք կարող ենք ներկայացնենք ինչ-որ process-ի վերաբերյալ կարծիքը, առաջարկություններ, որը բավականին տրամաբանական ողջամիտ լինի, բայց որևէ պատասխան արձագանք, ինչու է մերժվում, կամ ինչու այս քանակով process-ներին առաջարկներ ներկայացվելուց այսքանը ընդունվում են, այսքանը չէ, մենք որպես այդպիսին արձագանք չենք ստանում եւ բնականաբար դա մի կողմից նաեւ այդ կառավարման որակի մասին է խոսում, մյուս կողմից քաղաքասարակություն պետություն հարաբերությունների որակի փոփոխության։ Շնորհակալություն, եթե անդրադառնանք, քանի որ բավական շատ են բաղադրիչները, խոսքի ազատությանը եթե անդրադառնանք, հիմնակարն է, ժողովրդավարության, ինչպես է գնահատում խոսքի ազատությունը եւ նաեւ եթե տարանջատենք ընդհանուր մեդիայի ազատությունը կա, այս առնչությամբ խնդրեմ։ Շնորհակալություն, ես ուզում եի հենց հավելել նախորդ խոսնակի ասացին, որ կառավարության հետ համագործակցությունը, քանի որ բացի զեկույցները կազմելուց, մենք նաև Հայաստանում իրականացնում ենք ծրագիր, որը հենց մեդիայի ուղղությամբ է։ Հայաստանում կարծես թե այդ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների եւ կառավարության հետ տարբերվում է ոլորտային առումով, այսինքն կախված նրանից, թե ինչ ոլորտում է աշխատանքը տարվում, ով է այդ ոլորտի հիմնական պատասխանատուն, համագործակցությունը կարող է լինել կամ շատ դրական, շատ լավը կամ շատ բացասական։ Մեդիայի հետ կապված մենք նախորդ տարվա ընթացքում եւ դրանից առաջ էլ երկար ժամանակ համագործակցել ենք Արդարադատության նախարարության հետ եւ պետք է ասեմ, որ ունեցել ենք շատ լավ համագործակցություն
երկար քննարկումների արդյունքում կազմել ենք օրենսդրական նախագիծ, օրենսդրական նախագծի կազմման process-ը եղել է շատ մասնակցային, դրանում ներգրաված ենք եղել ոչ միայն մենք որպես միջազգային կազմակերպություն, այլ նաև տեղական հասարակական կազմակերպությունները։ Արդյունավետ մասնակցային։ Այո, արդյունավետ իմաստալից մասնակցություն ենք ունեցել եւ հուսով եմ, որ օրենսդրական նախագիծը շուտով կընդունվի ազգային ժողովում։ Մեդիա ազատությունների մասին խոսելիս եւ խոսքի ազատության մասին խոսելիս ըստ մեր դիտարկումների Հայաստանում խոսքի ազատությունը ամենամեծ առաջխաղացումն է ունեցել հենց հեղափոխությունից հետո։ Սա այն ոլորտն է, որտեղ մեր երկրում այսպես մեծ թռիչքային առաջխաղացում եղավ եւ կարծես թե խոսքի ազատության պաշտպանությունը մեր երկրում այն ոլորտն է, որը քիչ թե շատ շարունակում է լինել բաց տարածք, որտեղ քաղաքացիները կարող են խոսել, քննարկել երևույթներ, իրադարձություններ, քննադատել իշխանություններին, բայց միևնույն ժամանակ ես կուզեմ առանձնացնել մի քանի դեպքեր, որոնք զեկույցի կազմման process-ում մեր ուսումնասիրության առարկան են եղել, առաջինի մասին հստակորեն խոսեցինք, դա հավաքների ազատությունն էր եւ ոստիկանական բռնությունները, բայց նաեւ ուզում եմ խոսել նրա մասին, որ տեղի ունեցան մի շարք անհատ իշխանության ներկայացուցիչների կողմից թիրախավորումներ հենց մեդիայի նկատմամբ, եթե կհիշեք, նաև Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետը Տիգրան Ավինյանը խոսելով մեդիաների մասին անվանեց, եթե չեմ սխալվում, աղբակույտ, միգուցե բառը սխալ հիշեմ, ինչպես նաև բազմաթիվ հայցեր են բերվել Տիգրան Ավինյանի կողմից Civilnet-ի նկատմամբ, բայց նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից մեդիաների նկատմամբ։ Խորքում այս դատական process-ները իհարկե որևէ խնդիր իրենցից չեն ներկայացնում, որովհետև դատարան դիմելը դա ժողովրդավարության կարևոր բաղկացուցիչներից մեկն է եւ ազատ դատարանների գործունեությունը Հայաստանում շատ կարևոր է, որ դրանք լինեն եւ այս աղբյուրը գոյություն ունենա երկրում, բայց միևնույն ժամանակ պետք է փաստել, որ երբ որ բազմաթիվ դիմումներ են լինում դատարան մեդիայի կողմից հաղորդումները ապատեգատվություն որակելու համար, զրպարտություն որակելու համար, սրանք կարող են ազդել նաև խոսքի ազատության վրա եւ հանգեցնել նրան, որ մեդիաները սկսեն զբաղվել ինքնագրաքննությամբ։ Սա հանգամանք է, որը երկար ժամանակ մենք դիտարկել ենք Հայաստանում, այն որ ոչ միայն մեդիաները, այլ նաև քաղաքացիները եւ իրավապաշտպանները զբաղվում են ինքնագրաքննությամբ, այսինքն կան բաներ, կան անձինք, որոնք որ մարդիկ վախենում են քննարկել կամ հանրային չեն խոսում դրա մասին եւ այս դատական գործերը բացասաբար կարող են ազդել այս երևույթների վրա։ Մի շարք նաեւ այլ դեպքեր տեղի ունեցան Հայաստանում, որոնք կարծում եմ, որ կարող են ազդել խոսքի ազատության վրա եւ սա հատկապես նորից Հայաստանի Հանրապետության վարչապետի դրդմամբ երկու պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու պահանջներ եւ սրա հետևանքով նաեւ այդ պատգամավորներից մեկի անձնական կյանքի հետ կապված տարբեր գաղտնի կամ անձնական հարցերի հրապարակումներ, ընդ որում դրանց մի մասը կարծես թե մենք չենք կարող դատավորել մի մասը ճիշտ է, մի մասը սխալ միգուցե, բայց ամեն դեպքում սրանք երևույթներ են, որոնք մեծապես կարող են ազդել խոսքի ազատության տարբեր դրսևորումների վրա։ Շնորհակալություն Հասմիկ ձեր գնահատականը խոսքի ազատության մասով, նաև կխնդրեմ ինչ որ գնահատականը տալ նաև այն համատեքստում, որ բազմաթիվ նաև քրեական գործեր են, հա։ Ես հենց դրան էլ ուզում էի անդրադառնալ, շնորհակալություն։ Տեսեք, 2018 թվականից հետո իրապես խոսքի ազատության մասով կար որոշակի տենդենս ազատությունների այսպես ընդլայնման մասով եւ պաշտպանության ավելի լայն հնարավորության, որովհետեւ եւ ընդ որում պետք է արձանագրենք, որ դա ոչ թե իշխանության կողմից ձեռնարկված ինչ որ կոնկրետ գործողության արդյունք էր կամ վաստակ կոնկրետ ինչ որ ռեֆորմների առումով, այլ քաղաքական լայնամասշտաբ process-ներ, որի պարագայում երկրում իրավիճակ էր փոխվել, հասարակությունում իրավիճակ էր փոխվել։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, արձանագրում ենք այս առումով հայտնած եւ վտանգավոր զարգացում Ես այստեղ պիտի նախ հիշեցնեմ նաև 21-22 թվականին տեղի ունեցած զարգացումները զրպարտության քրեականացման հետ կապված, որի արդյունքում մենք թեպետ եւ
տեղական մակարդակով քաղաքասարակության փորձագետների կողմից ներկայացվում էր դրա ռիսկերը, առաջարկները ներկայացրեցինք, թե ինչքան դա վտանգավոր է, բայց այնուհանդերձ փոփոխությունները կատարվեցին, ուժի մեջ մտան եւ շատ կարճ ժամանակում, նույնիսկ 1 տարի չէր անցել, 8-9 ամսվա ընթացքում մենք ունեցանք կտրուկ քրեական գործերի աճ։ Հետագայում միջազգային կառույցների նաև հորդորի արդյունքում ապաքրեականացում տեղ ունեցավ, բայց ցավոք սրտի տենդենսները շարունակում են, որովհետև մենք առնվազն 23 եւ 24 թվական եւ այս տարի էլ մի քանի դրվագով ականատես են եղել վտանգավոր շատ զարգացումների, երբ խոսքի ազատության, ազատ խոսքի իրացման համար, որը ատելության խոսք չի հարում դերևս դրան, քրեական պատասխանատվության եւ քրեական գործիքակազմի կիրառում է տեղի ունեցել։ Դրանք բոլորը հայտնի դրվագներ են, մամուլում շատ շրջանառվել է եւ սա վտանգավոր է, որովհետեւ ազատ խոսքը, նույնիսկ եթե այն ցենզուրայից դուրս է գալիս, եթե շոկային է, վիրավորական է, քաղաքական սուր քննադատություն է, չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում մենք արդեն քանի դրվագով, քանի դեպքով արձանագրում ենք, որ նման իրավիճակում տեղի ունենում քրեական հետապնդում, նույնիսկ եթե դրանք չեն շարունակում, բայց տենդենսը այնպիսին է, որ փորձ է արվում ճնշել, որպեսզի նմանատիպ զարգացումներ հետագայում տեղի չունենան եւ ճնշել զուտ այն անձանց, ովքեր խոսում են, ազատ քննադատում են եւ ինչ որ պրոցեսներ։ Եվ ես ելի ուզում եմ նշել, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, վիրավորական է, շոկային է, ինչպիսին է, ազատ խոսքը կոնվենցիայի համանդրության ամբողջ տրամաբանություն եւ իմաստն է, որ պիտի պաշտպանված լինի եւ քրեական պատասխանատվության չհանգեցնի, մենք կարող ենք այլ գործիքակազմեր կիրառվել, քաղաքացիական օրինակ, եթե տեսնում ենք, որ այդ սահմանը անցել է, բայց քրեական գործիքակազմերի կիրառումը ծայրահեղ վտանգավոր է եւ ծայրահեղ դեպքերում է, որը մենք մեր իրականության մեջ դեռևս չենք տեսել, որ բանը հասներ այդ ատելության խոսքի, օրինակ պատերազմի, բռնության քարոզի, ռոպագանդայի, չգիտեմ, եւ այլ դեպքեր, որը կարդարացներ քրեական գործիքակազմերի կիրառումը, բայց հակառակը ցավոք սրտի նկատվել է։ Ինչու՞։ Ձեր կարծիքով ինչ գործոններ են քաղաքական։ Ես նշեցի նաև, տեսեք, այստեղ հենց այս ինդեքսի գնահատման կարևոր չափանիշներից մեկն է, ցավոք սրտի մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում շատ անառողջ քաղաքական մշակույթ եւ իրականություն, որտեղ մի կողմից թեպետ կա քաղաքական գործունեության ազատություն, բայց այնքան բևեռացված եւ ծայրահեղացված է եւ սև ու սպիտակի բաժանում, որ տեղի ունենում զուտ ոչնչացում եւ ինքնաոչնչացում։ Եվ այս պարագայում ես նախորդ խոսքում նշեցի խոսքի կիրառումը, որը փոքր-ինչ կանցնի սահմանը վիրավորական կթվա մյուս կողմի համար, միանգամից գործի է դրվում հենց այդ ոչ թույլատրված քրեական գործիքակազմը, որը տվյալ իրավիճակում չի թույլատրում եւ դա վտանգավոր է, որովհետեւ գիտեք, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ շատ արագ կարող են նմանատիպ փոփոխություններ էլի տեղի ունենալ։ Եվ հիմա էլ ստիպված մյուս կողմը պիտի պաշտպանության կարիք զգա նույնանման գործիքակազմերի կիրառումից եւ անընդհատ այդ ցիկլից մենք չկարողանանք դուրս գալ, չկարողանանք ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ քաղաքացիական ազատությունները իրապես պաշտպանված լինեն։ Սա ստեղծում է անընդհատ ինչ որ կրկնվող ցիկլ, երբ որ մեկը ունի իշխանություն, տանում է դա չարաշահման իշահ իր նպատակների, իշահերից ելնելով, մյուսը փոքրամասնությունը անընդհատ պիտի պայքարի այդ ամեն ինչին հասնելու համար եւ տեղերով փոփոխությունը շատ արագ կարող է տեղ ունենալ, իսկ ով է դրանից տուժում, հասարակությունը, պետությունը որպես այդպիսին։ Ես կուզեմ հավելեմ, նրան ինչ որ ասվեց, իմ կարծիքով